Հարգելի հետևորդներ, ձեր բոլորի խնդրանքով այսօր պատրաստելու ենք պիցցա շատ հետաքրքիր ձևով մեր տարբերակով։ Հիմա ես կներկայացնեմ պիցցա պատրաստելու համար ինչը հարկավոր։ Մանե կրուպա, մոցարելա, հալվող պանիր, բիկոն, պիպերոնի, տոմատի մածուկ, կարմիր պղպեղ, աղ, ռազմարին, սխտոր եւ պամիդոր։ Ամենաառաջինը մեզի հարկավոր է պատրաստենք խմորը։ Հիմա ես մանրակրկիտ ցույց կտամ ոնց է պետք պատրաստենք։ Գնացինք։ Մեկ պորցի պատրաստելու համար ինչա մեզի անհրաժեշտ 600 գրամ ալյուր։ Ուրեմն ավելացնում ենք 1 թեյ կթալ դրոշ։ Ավելացնում ենք 2 ճաշի կթալ շաքարավազ։ Ավելացնում ենք 33 միլիգրամ ձեթ։ Եվ վերջինը ավելացնում ենք 1 թեյ կթալ աղ։ Վերջում ավելացնում ենք 300 միլիգրամ ջուր։ Եվ խառնում ենք։ Մեր խմորը արդեն պատրաստ է, հիմա մեր օպերատորը մոտիկից ցույց կտա։ Ի ձև է մեր մոտ ստացվել, ժողովուրդ ջան։ Ստենայք ինչ հավվեսին։ Մեր մոտ խմոր է ստացվել։ Հիմա ես ցույց կտամ։ Տնավարի։ Всё։ Մեր խմորը արդեն պատրաստ է։ Ուրեմն այս ձևի պետք է մենք տեղադրենք սառնարանի մեջ 3 օր։ Ուրեմն հիմա ես ցեզի ցույց կտամ, մենք զառանի արդեն խմորը պատրաստել ենք, ի ձևա մեր մոտ ստացվել։ Պատրաստած տարբերակը, որը որ մենք արդեն 3 օր է սառնարանում պահել ենք։ Մենք պետք է իր հետ հիմա աշխատենք ու ձեր համար պիցցա պատրաստենք։ Գնացինք։ Սկսում ենք պատրաստել սոուսը։ Շատ հետաքրքիր ձևով ենք ժողովուրդ ջան պատրաստելու ամբողջական վիդեոն դիտեք, որ իմանաք ոնց ենք պատրաստում։ Գնացինք պատրաստելու։ Ուրեմն ամենաառաջինը մեզի հարկավոր է ձեթ։ Վերցնում ենք սխտորը։ Պետք է այս ձևի մանր կտրատել։ Եվ ավելացնում ենք։ Մինչև սխտորը լավ տապակվի, մեզի անհրաժեշտ է պատրաստենք տոմատի մածուկը։ Վերցնում ենք տոմատի մածուկը։ Ավելացնում ենք ջուր։ Էլի եմ կրկնում, չափաբաժինը պիսանյայի մեջ կգրենք ժողովուրդ ջան։ Ավելացնում ենք 1 թեյ կթալ աղ։ Մեկ թեյ կթալ կարմիր պղպեղ։ Եվ ավելացնում ենք չորացրած ռազմարին։ Որ ինքը շատ պրիատնի արոմատ է։ Եվ այսպես տնավարի խառնում ենք։ Լավ խառնելուց հետո անհրաժեշտ է սխտորը հեռացնել։ Եվ ավելացնում ենք ձեթի վրա մեր պատրաստած տոմատի մածուկը։
Եվ այսպես մի տնավարի Ժողովրդյանը պետքա որ լավ խառնենք, հենց պատրաստ լինի, ես էզի կմիանամ ու ցույց տամ։ Գնացինք։ Մեր սոուսը արդեն պատրաստ է, լնայեք, ինքը արդեն գուստո ինչ ավեսին սոուսը ստացվե, հաջորդ քայլին մենք ձեզի կմիանանք։ Գնացինք։ Ժողովուրդ ջան, հիմա մեր օպերատորին խնդրենք մոտիկից էլի ցույց կտա մեր խմորը, որը 3 օր է, մենք արդեն սառնարանում պահել ենք։ Մեզի հիմա անհրաժեշտ է 280 գրամանոց գնդեր պատրաստենք։ Նայեք մեկ իշ խմորա։ Լստենայք։ Անհրաժեշտ է մանեի կրոպա, մի քիչ ավել է, 280, ասեմ, որ ինքը շատ փափուկ էլաստիչնի, շատ հավեսին խմոր է։ Քիչ շատ է։ Հիմա ես խմորները բոլորը գնդեմ, պատրաստեմ եւ ձեզի միանամ։ Գնացինք։ Հիմա իմ տղան ցույց կտա ձեզի, թե ինչ ձև է պետք ձեռի շարժումներով պիցան ակուրատնի, որ կարողանաք բացեք։ Գնացինք։ Որը յամոց շատ լավ է ստացվում։ Հետևում ենք ձեռքերի շարժումներին։ Քանի որ պետք է մռամռի վրա բացվի, մի քիչ յամոց դժվարությամբ է ստացվում, բայց կաշխատի, հեսա որ ստացվի։ Վերցնում ենք, այսպես ձեռքով սիրուն տեղադրում ենք։ Անհրաժեշտ է կտրատել մոցարելա պանիրը։ Հիմա ցույց կտամ ոնց են կուբիկներ պատրաստելու։ Վերցնում ենք մոցարելա պանիրը։ Թվում է բավական է։ Ունենք հատուկ գործիք։ Արդեն բավական է։ Ցույց կտանք ոնց է մեր մոտ ստացվել։ Անհրաժեշտ է այս ձևի կուբիկներ։ Լավ, հիմա ցույց կտանք ինչ ենք անելու։ Հալող պանիրը անհրաժեշտ է քերիչով անցկացնենք։ Մեր պանիրը արդեն մենք ծորկեցինք եւ կտրատեցինք, հաջորդ քայլին մենք ձեզի ցույց կտանք ոնց ենք պիցան հավաքելու։ Գնացինք։ Սկսում ենք հավաքել։ Ամենաառաջինը մեզի անհրաժեշտ է մոցարելա պանիրը վերցնում ենք այսպես կողքերը։ Այսպես հավեսին կողքերը հավաքում ենք։ Ասես տնավարի մի քիչ շատ ենք ավելացնում, բայց դե մեր համար ենք պատրաստում, դրա համար փորձում եմ ամեն ինչը տնավարի անել։ Պանիրը այսպես տեղադրելուց հետո անհրաժեշտ է ժողովուրդ ջան, այսպես վերցնում ենք եւ մեկ անգամ էլ է պետք այս ձևի թեքել, որ ինքը այս ձևի տեսք ձեր մոտ ստանաք։
Всё, պանիրի կողերը արդեն պատրաստ է։ Հաջորդ քայլը մեզի անհրաժեշտ է սոուսը։ Մեր պատրաստած լայք ինչ հավեսին սոուս ենք պատրաստը։ Այսպես։ Լստենայք չավեսին մեր մոտ ստացվում է։ Սոուսը ավելացնելուց հետո անհրաժեշտ է ավելացնում ենք մոցարելա պանիրը։ Այսպես տնավարի ամենակարևորը։ Հələ տեսքը նայեք, ինչ հավեսին արդեն տեսք ունի։ Մոցարելա պանիրը ավելացնելուց հետո ավելացնում ենք հալող պանիրը։ Եվ անհրաժեշտ է պիպերոնի։ Հələ այս տեսքը նայեք ժողովուրդ ջան, հələ ինչ տեսք ունի։ Բա ոնց չսարքես ու քո ընտանիքի հետ չվայելես։ Հələ այս տեսքին նայեք։ Всё, մեր պիցան պատրաստ է, իրան ուղարկում ենք ջեռոց եւ ֆելուց, հետո մենք ձեզի կմիանանք։ Գնացինք։ Սկսում ենք պատրաստել։ Այս տարբերակն էլ հալող պանիրն ենք, այս կողերը ավելացնում, որը որ շատ էլի համեղ է այս ձևի ստացվում։ Ուզում եմ այս տարբերակն է ձեզի ցույց տամ, ժողովուրդ ջան, որ կարելի է այս ձև էլ պատրաստել։ Ու նույն ձևերի վերցնում ենք այսպես։ Պետք է որ երկու անգամ թեքենք, որ մեր պանիրը դուրս չգա։ Այսպես։ Գեղեցիկ տեսք արդեն տվեցինք, նայեք։ Ուզում եմ ձեզի ցույց տամ իա բարակությունը, նայեք ժողովուրդ ջան, ինչ բարակ է մեր մոտ խմորը ստացվել, ոնց որ պիցանոցում պատրաստում են։ Անհրաժեշտ է սոուսը։ Այսպես տնավարի լստենայք։ Այսպես սոուսը լավ տարածելուց հետո այդ վերջում էլ այսպես սիրուն իան տեսք ենք տալի։ Այս տարբերակը պատրաստելու եմ պոմիդորով։ Անհրաժեշտ է բարակ կտրատել պոմիդորը։ Եվ ավելացնում ենք մոցարելա պանիրը։ Ավելացնում ենք բիկոն։ Եվ վերջում նորից էլի ավելացնում ենք մոցարելա պանիր։ Ավելացնում ենք պեպերոնի։
համեղ տեսք ունի։ Քանի որ մեր տան անդամները պեպերոնի շատ են սիրում, փորձելու եմ պեպերոնի շատ տեղադրեմ։ Եվ վերցնում ենք հալող պանիրը, այսպես տնավարի ժողովուրդ ջան։ Սիրունյան, որ մեր մոտ շատ համեղ ստացվի։ Ժողովուրդ ջան, մեր պիցան արդեն վերջնական տեսք արդեն ստացել ենք, ուրեմն մենք զառանի արդեն դուխովկեն միացրել ենք 250 աստիճան։ Ուրեմն եփվելու է 15 րոպե։ Եփվելուց հետո մենք ձեզի կմիանանք։ Գնացինք։ Ջան, նայեք հələ պանիրը ոնց է հալ է ու ոնց է մեր մոտ պիցան պատրաստ է։ Այն որ ասում եմ վայ չուտողին։ Կմիանանք ձեզի եփվելուց հետո։ Ժողովուրդ ջան, լեզ գեղեցկությունը նայեք հələ։ Հələ ինչ ձևա մեր մոտ ստացվե։ Բա ոնց էսի չսարքի մարդ ու հավեսին վայելի։ Ոնց որ ձեզի խոսք է տվել, հələ նայեք այս գեղեցկությունը։ Այն ձևա մեր մոտ ստացվե, ոնց որ պիցցայանոցում պատրաստում են, մարդիկ գնում են, այս նույնը կարակ տան մեջը պատրաստեք ու ձեր ընտանիքով ու ձեր հյուրերով հավեսին վայելեք։ Հəլես գեղեցկության, հələ ժողովուրդ ջան, լնայեք։ Հəլ տեսեք ինչ հավեսին մեր մոտ ստացվել է։ Հիմա մի քիչ տաքա չենք կարա։ Հիմա մենք ձեզի ցույց կտանք, ժողովուրդ ջան, ինչ ձևա մեր մոտ ստացվել վերջնական տեսքը, մեր օպերատորը սա մանրակրկիտ սաղ ցույց կտա։ Ամենաառաջինը լնայեք հələ ժողովուրդ ջան։ Շատ բարակ եւ հաջորդը։ Նայեք ինչ բարակ է ինքը։ Ու ամենակարևորը ժողովուրդ ջան, շատ համեղ է ստացվել։ Հիմա մենք ձեր հետ կփորձենք ու կտեսնեք ինչ ձևա մեր մոտ ստացվել։ Այսինքն ժողովուրդ ջան, հավեսին վերցնում ենք։ Մեկ ինչ։ Հիմա ես կխնդրեմ մեր օպերատորին, հիմա մոտիկից ցույց կխնդրեմ բոլորիդ անպայման վիդեոն մինչև վերջ դիտեք։ Խմորի պատրաստելը նույն ձևի ցույց ենք տվել, ոնց եք պատրաստելու ժողովուրդ ջան։ Նույն ձևի կխնդրեմ անպայման վիդեոն մինչև վերջ դիտեք, որ հասկանաք, թե ինչ ձևա պետք պատրաստել։ Գնացինք։ Լավ, ամբողջական բերեք կդրենք։ Հիմա ամենաառաջինը լստենայք ժողովուրդ ջան։ Հիմա կփորձենք ձեզի ցույց տալ մեջի մասը, նայեք հələ պանիրը, ինչ ձևի մեջի մասը։ Պրոստը ուզում եմ ձեզի ցույց տամ, որ հասկանաք։ Ու խմորը ինչ ձևի հավեսի խմոր է մեր մոտ ստացվել։ Հիմա կփորձեմ այս տարբերակը լնայեք, այսպես բռնում ենք տնավարի, ոնց որ ես սիրում եմ, այսպես բռնում ենք ու Շատ համեղ է ստացել ժողովուրդ ջան։ Լսте։ Խմորը ժողովուրդ ջան, լրիվ ինքնա։ Նայեք հələ մեր օպերատորը կողի խմորը, նայեք ինչ հավեսին է ինքը ստացվել։ Ինքը կողերը լրիվ պանիր է, ինքը շատ համեղ է այդ ձևի ստացվել։ Նայես որ խորհուրդ եմ տալի, կարաք պատրաստեք ոչ մի բանով, ինքը չի տարբերվում պիցցայանոցի պիցցայից։ Նորից էլի վերջում կրկնում եմ ժողովուրդ ջան, այս իմ ամենասիրած բանն է, որ այսպես ընտանիքով չարչարվում ենք,
Վերջում նստում ենք այս համեղությունը վայելում ենք, վայելում։ Դե գնացինք վայելելու։ Պրյամո էֆիրումա հեռախոսից անյան կփորձենք տեղադրել մեր YouTube-յան ալիքում։ Սիրելիներս, բարի ախորժակ աղբերս գրել է։ Շատ մերսի Արմինե ջան, հիմա հատուկ քո համար հալստեն է Արմինե ջան։ Որսը կամերան չեմ տենում երևում, հա։ Շատ սիրուն ա, ո՞։ Ամենակարևորը ժողովուրդ ջան, էլի եմ կրկնում, նայեք ինքը ինձ ձևի տոնկի է։